90-ականները YouTube-յան ալիքը, Սովետ ակումբի հետ համատեղ սկսում են ականավորները զրույցների շարքը։ Այսուհետ Սովետ ակումբում կհյուրընկալենք մարդկանց, որոնց հետ կմանկանանք, գժություններ կանենք, կքննարկենք վախերը, կվերհիշենք սերերը, կվերլուծենք առօրյան։ Իսկ այժմ մի փոքրիկ էքսկուրս Սովետ ակումբում։ Հայկից իմանանք ինչպես հասունացավ հանճարեղ միտքը, կյանքի կոչել թանգարանային այս գողտրիկ անցյալը։ Վայր, որտեղ մի ամբողջ դարաշրջան ներկայացված է շնչավոր իրերի և առարկայական էմոցիաների մեկտեղման շնորհիվ։ Բարև ենք մեր լսարանին ու բարև Հայկ ջան։ Բարև ձեզ սիրելի ընկերներ։ Հայկ, ինչ լավ է, որ ստեղ ենք, որովհետև առաջին անգամ որ եկա, այս վայրը, որ ստեղծել եք, ես այն որ ասում եմ թանգարան ու շնչող, ապրող, ապրեցնող նույնիսկ այս թանգարանը, որ ստեղծել եք, այնքան ուրախ եմ, որ կա մեր քաղաքում, Երևանում, Հայաստանում, ասես մի վայր, որը որ իսկական են շոշափելի մի պատմություն է։ Ոնց եղավ այդ գաղափարը։ Այդ լավ ասեցիր Մխիթար ջան, որ լավա որ կա, որովհետև իմ համար սա չի պարտականություն, բայց ոնց որ ես պարտք էի իմ քաղաքին, իմ մանկությանը նման մի հատ վայր ստեղծելու, որովհետև իմ մանկությունը անցել է սովետական ժամանակաշրջանում և Որտիվ ես։ 77 9 հա դասարանից այսպես ասած ու հետո նա ստացվեց, որ իրականում գողացան այդ մանկությունը, գողացան ասելով իրական ֆիզիկապես ինքը էլ գոյություն չունի կենտրոնում այդ սկսած մեր սիրելի խանութներից, այգիներ, հայտնի շենքեր եւ ես նաեւ մասնագիտությամբ լինելով լուսանկարիչ փորձեցի լուսանկարներում ինչ որ ձևով պահել, բայց հետո հասկացա այդ լուսանկարի մեջ չի կարելի, չի ապրել։ Իրան մաքսիմում ինչ որ կցուցադրես, համացանցում կտեղադրես եւ ինքը շատ կարճ կյանք ունի դառնում։ Ահա, վստահ։ Պետք է ստեղծել այդ միջավայրը, որ մարդիկ գան իրականում զգան, սկսած ասենք հասարակ բաժակից, վերջացած երաժշտություն, իհարկե խոհանոց, բայց ամենակարևորը ջերմությունը, որ մեր մոտ ես միշտ ասում եմ, սա հասարակ կլասիկ, ինչով մենք ռեստորան չենք համարվում։ Սա հավաքատեղի ակումբ է, որտեղ գալիս է ամեն մեկը իր պատմությունով, իր մոռացված պատմությունով եւ այստեղ վերագտնում է իրերի միջոցով, այ իրերը ոնց որ փակ բաներ լինեն, փոքրիկ արկղեր, որ ոնց հիշողության, ամեն մեկը բացահայտում է։ Լրիվ շնչավոր են, ամեն ինչն է այստեղ շնչում։ Այն որ ասում եմ հանդիպելը ամենակարևոր բանն է այս կյանքում։ Եթե հանդիպում ես, ստացվեց, որ Հարութը գրում է 90-ականներ, լսել ես անշուշտ։ Ֆանտաստիկա։ Հա։ Դե ես էլ ընթերցում եմ այդ 90-ականները ու կան մարդիկ, Հարութը, Հայկը, Մխիթարը, ովքեր այդ նոստալգիան ոնց որ վերակենդանացնեն, ինչ-որ նորից շնչավոր դարձնեն, որովհետև չէ որ մենք ունենք անցյալ։ Մենք ունեցել ենք այդ անցյալը, ինչ-որ բաներով, վերիվայրումներով, չգիտես ինչ, ցնցումներով, բայց ունեցել ենք լավ անցյալ նաև ունեցել ենք։ Այսօր տեսնում ենք ապագան, ինչպես դու ասացիր, ինչ վատ է որ կորել է այդ գրելը թղթի վրա, գրիչով թղթի վրա կորել է, դա հիմա հեռախոսներով բան ենք անում, գուցե մեր այսօր լսարանը ինչ որ լսում ասի, լավ էլ ես ինչ հին բաներ են խոսում այ մարդ, լավ էլի փոխենք, բայց չէ որ այդ ճշմարտությունն է շոշափելի է։ Այո, հենց այդ խոսքի վրա ես շատ ուրախ եմ, որ մեր մոտ գալիս են տարբեր սերնդի ընտանիքներ, այսպես ասած, թոռնիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ եւ ուշադրություն եմ դարձրել երեխեքի մոտ պահանջ կա իրերը ուղղակի շոշափել, հեռախոսը վերցնում են, սխմում են։ Դե շատ հաճախ իրանք շատ բան է, քանի որ ինք արագ սերնդի ներկայացուցիչ են, այդտեղ սկսում է հենց այդ պատմությունները, բայց գիտես, բալես ժամանակին չկար այդ հեռախոս, ոնց կարող է այդ հեռախոսը անհնար բան, որտեղ առանց հեռախոսի չեն պատկերացնում ոչի բան։ Մի ժամանակ ոչ բոլորն էին հասանելի, զանգում էին տուն, ասում են
տունը չի, որ գա կասեմ զանգի։ Հայրս էր ունիկալ, միշտ ինձ գտնում էր։ Ժամանակ չկար, այս սոտովի կոչված է, Ես չէի հետևում։ բայց հայրս ունիկալ տենց բան ուներ, հատկություն, ինքը ինձ գտնում էր, ես որտեղ էլ լինեի, զանգերով, սենց, հետքով, գալիս էր ու գտնում էր ինձ։ Պապ, դու ոնց գտար ինձ, հայրիկ բան ասում էր, քո գործը չի արի տուն։ Գտնում էր, մեկա, հնարավոր է գտնել, էլի։ Հիմա ձայնը լսում են, հիմա չգիտես գախտը լսում են, տեսա լսում են, չգիտես ինչ են անում։ Նույն այդ երկու կոպեկանոց հեռախոսների պատմությունը բոլորը ասում են, լավ, ո՞նց ենք մենք։ Դե իրանք են, չէ, եթե դու տնից դուրս ես եկել, քո կապի միջոցը հանդիսանում են այդ հեռախոսները, որ արդեն ինչ-որ մի լոկացիայում դու կարող ես զանգել, ասել մի ժամից ժամադրվում ես աղջկա հետ կլինես տվին հյուրանոցի դիմաց, չգիտեմ, ոնց որտեղ ռեստորանը բանին լավ տեղ եմ քո համար մենք պահել բան ժամանակը ռեստորան հաճախելը դա ամեն մարդու բան չէ, որ ամեն ինչը քիչ է, դեֆիցիտ էր, բայց համ ու հոտ կար մի 7-8 երևի ռեստորան Երևանում հայտնի ու բոլորը ոնց որ ճանաչում են եւ այդ ցանցի աշխատողներին, մեր մոտ քանի որ նաեւ աշխատում է Միրդա Զավենիչը, ինքը շատ հետաքրքիր պատմություններ է պատմում այդ հին սովետական ռեստորանային կյանքից, որտեղ այնտեղ հայտնվել օրինակ դվինի բանում, վալյուտնի բարում հայտնվել, դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր։ Քիչ էր, դժվարությունները շատ էին, ես լսեցի ձեր ականների այդ ֆանտաստիկ պատմությունները, բայց հոգի կար, մարդկություն կար, մարդու տեսակ կար, որը ուղղակի մարդիկ էին, իրանց բոլոր սովորություններով, այդ սովորությունները վերածում են այդ բակային կոմունաների, չէ, այնց որ տոտաները, ձյաձյաները, հայտնի կլավուզնիկները, չգիտեմ, այս բաներ, չէ, ամեն մեկը գիտեր ով ինչա լիազորը, այսօր այդ ամեն ինչը վերացավ, ամեն ինչ իրար չեն ճանաչում, ապրում են։ Մեծ փոխադարձ հարգանք։ Հա, ինչ որ այդ կոմունը դրա համար ասացի, որ կար չգրված օրենքներով ապրելու այդ մշակույթը, նույնիսկ եթե կռիվներ էին լինում, բան էին լինում, վերջում ինչ որ գտնում էին, բան չէ, տենց այսպես իտոք տվող մարդիկ կային։ Ստանում մեզանից մեծ տղաք։ Բակային դասյակությունն ու դպրոցը այդ ու շատ ուժեղ դպրոցը։ Ամեն շռամը մի հատ պատմություն ֆուտբոլի ժամանակ, մենք հեծանվիցը, մենք կռիվի ժամանակ։ Օրինակ ձեր համար որն էր ամենահիշվող բանը Սովետից։ Ամենահիշվող ու ամենատպավորիչ բանը Սովետից։ Ես գիտեմ ինձ համար որն էր ամենատպավորիչ։ Նու երկու բան կա, բայց առաջնային է, էլի։ Իմ համար տոնացարի խաղալիք է։ Քեզ համար։ Իմ համար էլ խաղալիքի խանութը։ Իմ համար մայիսի 1-ը։ Դա մի ուրիշ, այսինքն որ ես հսկապ չեմ կարող։ Հա, հորս ուսերին տենց նստում էի, բան, բոլոր երեխեքը տենց ու այդ մեծ հսկա այդ միջոցառումը, էլի, առադը։ Բան ունեմ, պահպանված 8 մմ-անոցով քրոնիկա, որ հայրիկիս ուսերին նստած, մայիսի 1 գնում ենք այդ տենց բանը, երկուսին այդ մայով կայորներ, հետո գնում ենք Երովի այգի այդ բաներն էին, այդ բամբակները, չէ, այդ հայտնի, որ հետո վզվզիկներն են, հետո լավ էլի բաներ, ատրակցիոն էին խաղում, հյութ էին խմում ու վեսելը ժիլի ասում։ Հիմա որ ասիկ այդ նոր տարվա խաղալիքները, օրինակ հիմա մենք մեր երեխեքին ինչ ենք նվիրում նոր տարուն, չէ՞, տենց որ իրանք դից ուրախանում են, մի հատ հեռախոսա կամ չգիտես ինչ են։ Ես ուրախանում եմ այդ մանդարինը, կոնֆետները ճռճռան ցելոֆանի մեջ, կուլոկի մեջ, բարձի տակ, առավոտյան որ զարթնում էի, դե գիտեի ձմեր պապին ա բերել, դե հեքիաթը երկար մնաց, դպրոցական էի դեռ, բայց մնաց այդ հեքիաթը։ Ինտերնետ չկար, դրա համար սպորտ չէ։ Հիմա ուզում հասկանամ, մենք այսօր հեքիաթ շատ լավ բառ ասենք։ Այ կարծում եմ, եթե փորձես կունենաս, բայց դժվար է մի քիչ հիմա այսօր այդ հեքիաթը ստեղծել քո հեքիաթը, որովհետև ինֆորմացիոն բանը քեզ շատ
առաջարկներ անում ու այդ եթե դու հեքիաթը պին չպայես ինքը կձուլվի կգնա այդ ամեն ինչի մեջ մեր հեքիաթը ստեղծվել է իմ առաջի գորգը երբ որ ես Իգիթյանի կենտրոն գնացի ֆլոմաստերով սկսեցի այդ գունավոր գորգը նկարել եւ հետո երկար տարիներ նկարչություն իմ շատ լավ լուսահոգի դասախոսները Սամվել Մանվել Բաղդասարյաններին կնշեմ որտեվ մեծ տատուս ասած ամագ են ունեցել քո այդ հեքիաթը ֆանտազիաները պահելու եւ այսօր ես որ ես նայում եմ կերամիկական փոքրիկ արձանիկներն են այդ հեքիաթից մնացել իմ էսկիզները գազանանոցում որ գնում ենք կենթանիների նկարում ենք ֆիլմ ենք նայում չգիտեմ Կոլոմբոսին լավ հիշում եմ այդ ճանապարհորդությունը Վրեմիայից հետո գալիս էր այդ բանը նոր էր եկել ու հետո դա փորձում ենք իրանք բան այն տալիս ասում են նկարեք ձեր սիրած հերոսներին, սիրած գրքերին, Ռոբինզոն Կրուզոն եմ նկարել, որը կարդում էի արկածային։ Նավապետ Նեմոն։ Նավապետ Նևոն չէ, այնտեղ խաչակիրների արշավանքների նկարում ու հիմա որ նայում եմ նույնիսկ ոնց է մտածում ասում ես եմ նկարել, թե չէ, որտեվ Ինչքան բարի ա եղել մինչև 90-ականները։ Որտե՞ղ Հետո արդեն ժամանակից էր թվարկած բաները մեր սերնդում չկար արդեն։ Դու ոնց մտահղացար այդ 90-ականները հարուտ։ Չգիտեմ, ստացված է դե։ Բայց քո հիշողությունները ինչ ունիկալ է։ Նա հիմա միտեղ գրվել որ չմոռացվի, բայց դրա համար չի արվում։ Ուղղակի հիշողությունները, որ սկսում ես հիշողությունը թարմացնել, գալիս ես կանգնում ես մի կետին, ասում ես ես ստեղծել եմ։ Հայք, իսկապես այս վայրը, որը որ ստեղծել եք, չէ, հեքիաթ է։ Հեքիաթ։ Ինչ են ասում, չէ, սա ռետրոն է, բան, սա պահպանում ենք այս մեքենան, չգիտես, հա, թերապիա է, լրիվ։ Այս մեքենան ենք պահպանում ռետրոյ է, այս չգիտեմ ինչ։ Դու մի ամբողջ էպոխ է, ժամանակաշրջան, բերել ես, հավաքել ես այս շինության մեջ։ Իսկ այսօր ոնց են վերաբերում այսօրվա մարդիկ, որ հաճախում են, օրինակ, Սովետ քլաբ, գալիս են, դու ասեցիր, պապիկը, թորնիկը, չգիտես ինչ, եւ այլն, բայց հիմնական որ հաճախորդներ, օրինակ, ինչ տպավորիչ բան կա, որ դու կարող ես քո մոտ տպավորվել այդ վերաբերում օրինակ նա հետաքրքիր դեպք պատմեմ ինչ նոր էինք բացվել մեկ էլ մի հատ այսքան տատիկ դուրը պես բաներ տալ աշխատանքային դեռ ժամը չէր սկսել մտավ լավ հիշում եմ Դարյա տատիկը թղա ջան սովետի խանութը ստեղ է ռադիոյով եմ լսել ուրեմն ինքը ռադիոյով լսել է եկել է ստեղից Կրասնի Մոսկվա առնելու Красный Москва ունենք վաճառքի շոկոլադ չէ բան օծանելիք այդ իրա կյանքի ասեցի որ ստե Красный Москва են ծախում իհարկե ունեինք հա տենց բերել էի մի քանի օրինակ քանի որ հիմա նորից արտադրում են այդ նույն հոտով բան Մոսկվայում այդ նույն գործարանը իհարկե տատիկին մենք դա նվիրեցինք հետո պարզվեց որ ինքը շատ լավ ակարդեոնը հարա մեր այստեղ փոքրիկ մինի համերգ տենց այդ պահին տվեց թե հյուրասիրեցինք ու այնքան ինձ բավարարված զգացի որ տատիկը այստեղից տարավ իր այդ ինքը մի պահ իսկականից ոնց որ այս ամեն ինչը նոր էիք բացել հա նոր էինք բացում 3 ամիս հետո 4 տարի չէ ասեցի 4 տարի արդեն 4-րդ տարին շուտով դեկտեմբերին կլրան հա հիմա էլի դոկ դեկտեմբեր լինում են հյուրեր որ տպավորվում են քո մեջ որովհետև ինքը ստեղ չի եկել, ասենքն պատվերներ չունի, բայց ինքը սիրով է շատ եկել ու շատ հաճախ մեր մոտ այդ մեծահասակ մարդիկ որ գալիս են, ուղղակի տենց դուրը մեկ-մեկ բացում են, դեռ իրանց համար այդ Վոլգաները դրսում կանգնած են։ Մի անգամից այդ Վոլգաները տեսնես, ինչ են եք այստեղ կանգնել ու ասես բացահայտում են, քանի որ նաև սա Մետաքսի հին գործարանի ադմինիստրատիվ շենքն է, կողքի թաղի բնակիչները շատերը աշխատել են ստեղ ու գալիս են մեկ-մեկ հետաքրքիր բաներ են պատմում մի հատ նույնիսկ դեպք եղավ այս կողքի սրահում ծնունդ էին նախապես պատվիրել մեկ էլ մտնեմ տեսնեմ ծիծաղում են հիշում ես Անուշան դեղ են դու մի ասա այդ մարդիկ երկար տարիներ հենց այդ սենյակում իրար կողք նստել աշխատել են մեկը հաշվապահ մեկը հիմա պատահաբար իրանք ծնունդը նշում են այդ այսինքն ինչ տարիքի էին իրանք
Դուց 50-ից 60 տարեկան, հա, իրանք մի քանի ոնց որ դաժե նույն ազգականներն են, նույն ազգանունով մի քանի հոգի մի տողմից աշխատել են այս Հիմա մենք 50 անցից խոսացինք, իսկ բան երիտասարդները որ գալիս են։ Երիտասարդները Այն որ սովետ չեն տեսել։ Ես սկզբում մտածում եմ, որ մեզ բարձր ձեր մոտ տարիքով մարդիկ են չէ գալիս, բայց ի զարմանս մեզ եւ ի ուրախություն մեզ երիտասարդները ունենք նաեւ 10-12 տարեկան երիտասարդների տենց բան, սովետասեր, հա, իրանք գալիս են այս պատմություններ են, այսինքն ուսումնասիրած, ես պրոստը մեր Էդգարը շատ լավ հետաքրքիր երիտասարդ է, որը սիրում է այդ տեխնիկաները վերանորոգել, կգա մի բան կվերցնի, կտանի, ես կտահի, ինչ որ։ Հա, այսինքն դա շատ հետաքրքիր է, որ շարունակություն կա, ու դա ընտանիքներից է նաև գալիս, որովհետև ոչ թե այդ մարդ իրանց պարտիական են եղել, չգիտեմ ինչ են եղել ծնողները, ուղղակի այդ պատմությունները գնահատվել է այդ ընտանիքներում։ Իհարկե նաև ֆիլմերն են դրա մեծ բան, իսկ ֆիլմերից են շատ հաճախ գալիս, վայ այն տղամարդիկ ֆիլմի տաքսին, հա, չգիտեմ, այսինքն դրանք են օգնում, եւ մի քանի տարի առաջ նկարված այդ ռուսական սերիալը բավականին բան արեց, 90-ականները Սլովակացանը, գալիս էին մեր մոտ երիտասարդների հոսք, որոնք արդեն հագնված այդ ադիդա, հա, տատիկի, այսինքն իրանք գալիս են այստեղ բացահայտելու, թե տատին, պապին կամ պապան, մաման, այդ վախտին, որ բարձվում է, իրանք են կյանքապրել, էլի, իրանք են խաղեր խաղացել, որտեղ իրանց մոտ տպավորությունն է, որ այդ ժամանակաշրջանում ոչինչ չի եղել, տենց ինչ որ շատ տխուր է եղել, բայց հետո երբ որ գալիս են այստեղ բացահայտում են ու նաև մեր ամենահետաքրքիր հյուրերը դա զբոսաշրջիկներն են, որտեղ տարբեր երկրներից գալիս են, օրինակ իտալացիների համար մեր կակումը առաջտեղ իտալացիներն են գրավում։ Իսկ տարիքային էլի կապ չունի։ Երիտասարդներ են գալիս, եկել են 20 իտալացի երիտասարդներ, ես այդ օրը ակումբը մի քիչ ուշ եկա, այնքան լավ հավես ուրախացել են, վերջում էլ դուրս եկան այս ժամը 1-ի կողմերը Սեբաստիա փողոցի վրա Իտալիայի հիմնը երկեցին ֆուտբոլային թիմի բանում ես նկարեցի ու դեսպանատներից են շատ հաճախ գալիս մեր շատ լավ հյուրեր բանում ընկերներ ունենք ֆրանսիական դեսպանատներից Պատրիկը Տիկինոժենը որոնք շատ հաճախ գեներալներ են բերում այդ Դեգոլի ժամանակաշրջանի որ սա այսինքն ապացուցում է որ մենք քաղաքական միավոր չենք բացել որտեղ շատ հաճախ դե սովետանուն տեսնում էին ամեն ինչ ցավոք սրտի սկսում է քաղաքականացան ժողովրդի հիշողությունը ոչ մի քաղաքականության իհարկե ոչ մի քաղաքականության մանկությունը ոչ մի քաղաքականության հետ կապ չունի մենք չենք ասում որ այն ժամանակ ամեն ինչ իդեալական է եղել բայց միշտ ասում եմ դա հարգանք է այն քանդակագործի հանդեպ որը Թամանյանի ժամանակ այդ բաներն է չէ արել այդ կամարները որմնանկարներն է քանդակել կամ Լենինի արձանի պատվանդանը հիշում եք ինչպիսի հետաքրքիր ասեղնագործած այդ գրանիտի վրա կանգնելն եմ հիշում սարսափելի այդտեղից է գալիս որ ու շատ հաճախ ինձ հարց են տալիս ինչի ես հավաքել ես ամեն ինչը ես դե մի քիչ բանում եմ այսինքն դե շատ լավ կլներ որ ես ամեն ինչի մի մասը գոնե իրանց տեղերում գտնվեին այսինքն լիներ մանկական աշխարհ այդ հանրախանութը իհարկե Ձեցկի միրը Աբոյանի վրա երիտասարդական պալատ կա բայց շենքն է լոկ մնացել այսինքն դատար պատեր են ես ինստիտուտն եմ լավ հիշում որովհետև մենք Հարութի հետ բախտ է վիճակվել ինձ Հարութին ինստիտուտից դեռ ճանաչել բայց դպրոցի հիշողությունները անշուշտ լավն են շատ 84-ին եմ ես ընդունվել դպրոց դել հա ես 83-ին մտա 6 տարեկանությամբ գնացել եւ այդ իրականում հիմա շատ եմ կարոտում դպրոցը Հակոբ Պարոնյանի դպրոցն էր մանումենտում ու մանումենտը ուրիշ այնց թաղամասեր իրադարձներով իր այտենց հա այտենց մանումենտ կոնտ այտենց ինչ որ բան տեղեր էին չէ այտենց սպայկա որոնք այտենց մանումենտիկ են կոնդեցիկ են հա ու հիմա մտնում ես մանումենտ մեծ մասը այդ մարդկանցից արդեն կամ
արտագաղթել են, այդտեղ ֆիզիկապես չեմ ապրում կամ շատերը մահացել են, բայց ես հիմա որ ուզում եմ գնամ ինչ որ մի քիչ այդ իմ քաղցը անանեմ, որ գնում եմ այդ լճի կողքն եմ պատտվում, բանի հաղթանակի զբոսայգի, ընդեր իմ համար շատ լավ հիշողություններ Զվարթնոց կինոթատրոնը, որովհետև ինքը շատ հետաքրքիր էր, բնակելի շենքի տակ կինոթատրոն էր, փոքրիկ կինոթատրոն էր, բայց այնտեղ առաջին ֆիլմերն ենք մենք նայել ու առաջին խուժան կինոն եմ այնտեղ նայել, Մալինկա Վերան, դե 18 պլյուս էր, չէ, գրվում բանի վրա, այդ պոստերը ոնց թողեցին թողեցին պիոներական ազնիվ խոսքի վրա, այսպես ասած, նույնիսկ վսկապս որ ոչ ոքի չես պատմելու հեքիաթը սենց էր, որ մեր դասարանի 4 տղաներից մի քանիսը մտել էին, ֆիլմը գնում էր, ես էլ տենց ուշացել էի, չգիտեմ իրանք ոնց էին մտ, ընդեղ միշտ ջղային մացած ճոյծայր նստում, որ չի կարելի Մոր քուրջանասի պայսակս մնացել է տղեկի մոտ, ասես մատ հեքիաթ պատմեց, ազնիվ պիոնը, մտնեմ, վերցնեմ դուրս գամ, վսկապեմ, թողել, չգիտեմ ինչեր եմ ցենց արել, կեսից մտա ու տենց մտա էլ, այսինքն մի Մալինկու Վերո վիդեոս։ Հիմա որ նայում ես այդ ֆիլմում ոչ մի իբր ինչ, հիմիկվա ֆիլմերի համեմատ։ Ուրեմն կինոմեխանիկ, հայրս կինոմեխանիկ էր սովորում, մի օր ընկերներով ցենց նստած բան տուն խմում են, այդ կինոմեխանիկը բանի կինոհայրենիքի։ Հա, մի խոսքով ասում եմ, զանգում են, բան գտնում են որտեղ է, բան ասում են, արի, այսօր ես չեմ կարող գալ, ֆիլմը պետքա ժամը 7-ին, չգիտես ինչ է, ֆիլմը պետքա ցուցադրվի, հայրս գնում է ու հակառակը դնում է։ Հիմա ամբողջ ֆիլմը այդ մեծ էկրանին գլխի վայր է։ Այդ սուլոցները բան հայրս նայում է տեսնում է ֆիլմ է, բան տես վայ նորից։ Այդ կուլտուրան իսկականություն կար։ Հետո կինո Զվարթնոցում բարի նման մտ փուճուրիկ տեղ կար, որ դերասանների տես նկարներ էին, փակցված պոստերները, չգիտեմ ինչերը, ու հետո հիշեցի, որ բարային կուլտուրան ամեն սովետական քաղաքացի իր պարտներ համարում ունենալ տներում այդ բացովի այդ բարերը, որ կան, օրինակ մեր տանը հայրիկս հիշում եմ այն ժամանակ շատ դժվարությամբ, բայց Բեյրութ էր գնացել որպես զբոսաշրջիկ եւ այնտեղից բերել էր բանկայով կոկա-կոլա բանի որ խանութներում մեծականակ մենք դա երկար տարիներ որպես հուշանվեր աղում էինք բառում այդ արցանիկներ կային բանից այդ կատու չգիտեմ ինչ դրանք էլ են ընդունված այդ բառը բացիչներ տենց կլոր փայտե բան այսինքն այդ ամեն ինչը բերում էր նաև ինչ որ բաների հավաքելու, չէ, ինչ որ բաներ էին սկսում հավաքել, խմիչքներ էին հավաքում, մարդկաշ այո, կոլեկցիաներ կային։ Ես օրինակ մարկա էի հավաքում։ Մարկա այդ ուզում ասեմ, որ այդ խանութը հիմա ֆիլատելիստների ունեի, կլասյոր, այդ մարկաները դնում էի, բան այդ ինովայի վերադառնանք, որ երեխաները գալիս են, երբ որ բացում ես, ասում ես ոնց դու չգիտես մարկաները, բայց երեխան որ դու ծախր իմանա ինքը չի հավաքի։ Հետո բաներ էին հավաքում, այդ էտիկետկաները տարբեր։ Ես հանդիպանը կբերեմ, գիտես ունեմ այդ բանը, այդ կլասյորները հավաքում էի մարկայի փոխարեն։ Ինչ? Kinder ենք հավաքում։ Հա, այդ արդեն ականներ, 90-ականներ, հա։ Kinder։ Հետո բաներ, հետո սկսվեց հիշում եք Ես մի անգամ մեր դասարանի Մխիթարյան Արսենին տարվեցին բոլոր մուլտիկները բուֆետում լավ հիշում եմ, այդ օրը սուկ էր կոնկրետ ոնց կալ է այսքան մուլտիկը փորձել ես։ Հա, բա ինչ։ Ու տենց հիշում եմ ճաճառները հա, ոնց չենք մնացել։ Այն բակերում էշ միլիցիա, չգիտեմ, կարմացած խաղերի մեծ ընտրանի։ Այք մենք հիմա անընդհատ մեքենայով ենք։ Բայց ես չեմ հասկանում, մեր երեխեքը ինչ են խաղում։ Ցանման մեջ Ինչ են խաղում։ Հիմա երեխեքին ինձ դժվար է իշխացնել բակ։ Բայց ասեմ, եթե բակում կա հնարավորություն ֆուտբոլային դաշտ օրինակ ստեղծված, Փառք Աստծո երեխեքը գնում են ու խաղում են, այսինքն եթե նույն ձևի մեր ակումբ որ գալիս են այդ տարիքի երեխաները, որոնք մենք շատ նաև մենք ինչի՞ չէ, եթե գնում ես ինչ որ տեղ
իրանք այդքան ձանձրելիա նստեն կենացներ լսեն հետո ինչ պետք է անես գնա դե հեռախոսաբերություն ինչ ուզում ես իրանք գնում են մեր մոտ ատրակցիոն են սկսում ու ծնողները վերջում ասում են շնորհակալություն որ մի 2-3 ժամ մեր երեխան սկսեց շփվել այն մյուս երեխայի հետ ատրակցիոնի միջոցով բասկետբոլը սխմում են ուրախանում Սովետ քլաբը ես շատ ճիշտ հասկացա ինձ թվում է որ ոչ միայն նոստալգիկն է այլ նաև այդ հնության չբերել երեխաներին, բայց այդ հնությունը ոնց որ երեխեքը գալիս են ասում լավ էս ի՞նչ է։ Այսինքն մենակ հեռախոսի մեջ չգիտես ինչ խաղալ է չի կամ ինչ որ մեկին գրել է։ Երեխան էլ հոգնում ամբողջ օրը ինչ ռոբոտի հետ ինչ որ շփվի, չէ՞, համարենք հեռախոսը դա ռոբոտ է, չէ՞։ Այնտեղ ինքը իր տարեկիցի հետ գրեցիկ կնգավ գնդակը, այսինքն ինչ որ էմոցիաներ են առաջանում։ Ես միշտ ասում եմ, այդ բակային խաղերից, այն որ մոտիվացիաներ են առաջանում, այսինքն հիմա եթե բան անենք, կարող է շատ լավ լուրջ բիզնեսմեններ են ծնվել, որտեղ իրանք պայքարելու բանը իրանց մոտ կոփել, չէ՞, հետո սպորտային խմբակները, չէ՞, որ կան սպորտ պետք է գնաս շախմատներ, չգիտեմ։ Մեկը ինչ որ նկարչական օրինակի համար, օրինակ ես տենց բան, այդ ամեն ինչը երեխու մեջ զարգացնում էր ինչ որ այդ իր հեքիաթներ ստեղծում, որը ինքը կարող է օգտագործի արդեն ինստիտուտ ավարտելուց հետո դառնալ մասնագիտություն, կամ եթե չդառնար ֆուտբոլիստ, իր մոտ այդ պայքարի բանն առաջանալ, ինքը պետք է գոլ խփի, չէ, որ հաղթի, հաղթելու հաղթողի կանից տեղ օրինակ կներես հոլի առաջնություն կամ ճթիզի առաջնություն կամ չգիտես այդ նույն այդ մարկան բաները որ կա այդ տուրբոների թղթերի առաջնություն սիրով կարող արվի չէ ես մտածում միասին դա պետք է անել որովհետև այնտեղ էլի կգան տարբեր իմ կարծիքով սերունդներ Չլիկ դաստայի առաջնություն ենթադրենք Չլիկ դաստայի կամ պարանք հաշելու այդ բանը ես Ինձ բախտ բերեցի, բախտ վիճակվեց հաղթանակ զբոսայգու արխիվի մի մասը նաև ձեռք բերել 70-ական թվականների լուսանկարներ եւ ամենահետաքրքիրը միջոցառումների սցենարներն էին, թե այդ չգիտեմ Լենինի 100-ամյակը նշելու համար ինչ միջոցառումներ էին այդ օրը նախատեսված ժամ առ ժամ գրված էր այնքան երեխաների համար, երիտասարդների համար, խաղերը, չգիտեմ, երգերը ու լուսանկարներով էլ հետո տեսնում ես օրինակ ձմեռային բաներ այդ լիճը երբ որ ջուրը դադարվում էր այդ նույն լճում բան սկսում են այդ պարանք հաշել բան են փռում այդ ըմշամարտի ինչ որ առաջնություններ շատ փոքր զիլիդա Հիմա պատմեմ լուրջ մի քիչ փշակաղում եմ որտեղ Ես էլ եմ փշակաղում եմ նստած Մենք հիմա երեքով վերադառնում ենք Ինձ այդ հարցը շատ հաճախ տալիս են դե անցյալ ինչքան կարելի անցյալը բա միշտ հարցի այդ պատասխանը սենց եմ ձևակերպում մինչև նորը լավ նորը չի գալիս անցյալը մարդը հիշում է մենք բոլորս էլ մարդը սիրում է ապագայով ապրել բոլորս այսինքն ապագան դա մեր երեխաներն են ապագան չգիտեմ նորագույն տեխնոլոգիաներն են բայց չի կար այս ամեն ինչը ստեղծված է որպեսզի չմոռանաս ծառի արմատը չլինի արմատը այդ ծառը չի կարող Գերդաստան մնացած գնացող այդ ճյուղերը մենք ոնց որ կտրեցինք այդ պատմական արմատը քաղաքի հիմա զարմանում ենք թե ինչի են անկիրթ անկիրթ են որովհետև դες մթնոլորտում սկսեցին այդ երեխաները մեծանալ որովհետև անցյալի լավ բաները չկարողացան վերցնել անորակ երաժշտություն են լսում այդ երեխեն էտա Հիմա ինքը ծնված է 2000-ականների սկզբին, չէ, եթե հաշվենք արդեն երիտասարդները, մի պաուզում կանգնացնում ասում եղբայր, ինչի ես, ինչն է հաճելիք այդ վայնասունի մեջ որ լսում ես, բայց վայնասուն։ Դե բա, իսկ ստեղ ինչ երաժշտություններ են հիմնականում։ Այդ առումով մեր մոտ ես մի քիչ շատ խիստ եմ, քանի որ ունեմ բան, ինչ-որ տաբուներ նույնիսկ թղթով փակցված է որ մեր մոտ ռաբիզ երաժշտություն չի լսում ինչքան էլ դուք ցանկանաք դա գումար առաջարկելով լինի չգիտեմ ինչով լինի մենք ունենք արտիստներ օրինակ մեր սիրելի Արմանը Վարդանյան որ 90-ականներից հայտնվել է 2023 եթե չեմ սխալվում թե 22 թվականից արդեն եկավ մեր հետ սկսեցինք համագործակցել ինքը լավ ասել է շատ ինքը իրան զգում ինքը այդ լավ զգալով
լավ զգում եմ նաև այդ հյուրերը, որոնք իրանց տրամադրությունը, հյուրերի տրամադրությունը, որովհետև դա փոխան ինքը բանը, այսինքն այդ որ ասում եմ ակումբը միայն 4 պատեր ու բաներ չեն, էքսպոնատներ, ակումբը ապրում է իր արտիստներով, իր լավ հյուրերով, իր ընկերներով, մենք այնքան մեծ ձեռքբերում է մեր համար, տեսեք մենք ակումբի շնորհիվ չէ ծանոթացանք ու կարծում եմ ընկերներ դարձան ձեռքբերում է, իսկապես ինձ համար դա մեծ ձեռքբերում է։ Այդ որ ասում եմ հարթակ է, այստեղ շատ մարդիկ գալիս են իրար 100 տարի չտեսած մարդկանց են հանդիպում, Ոայ, այտենց հաճախ լսում եմ էլի, այտենց ականջով, այտենց խոսակցությունները, պատմություններ են լսում։ Սովետի թվից չէինք տեսել, էս ինչ եղավ, էս ուր հանդիպեցինք, էս ինչ լավ է։ Մաշինը վրեմի։ Մաշինը վրեմի, այո։ Բայց եկեք մի հատ ընդհանուր նախնական Պայմանավորվենք։ Որ պետք է կազմակերպեք խաղեր, ինչ-որ միջոցառումներ։ Լավ կլինի։ Մեր հաղորդումը վկա, այսպես ասած, ֆիքս է, որ հետո մեզ էլ ասեն հիշում եք, խոստացել եք ճթիզի առաջնություն ու դա ինչ է ընդհանրապես։ Որովհետև դա բան է, մենք բոլորս իհարկե սիրում ենք համով խոհանոց, լավ խմիչք, բայց երբ որ դու վայելում ես այդ ամեն ինչը նաև հոգևոր սնունդ ասված իմ համար դա հենց այդ բանն է միջավայրը ստանալն է եւ ոնց է որ խոսք կա չասում չուտվող տուներ չէ տենց որ գնալու այսինքն այդ միջավայրը իրանք ուտելիքն միանգամից զգում է դա քո օրգանիզմը դա զգում է չխմվող էր բայց երբ որ մեր խոհանոցում մենք այն օրը Պերջի հետ շատ հետաքրքիր երեկո ունեցանք գիտարով այսինքն այդ բանը չեմ ես տրամադրեց Սև հացի վրա սալը, այդ մթնոլորտ ազնավուրի հայերեն տարբերակ երգերը, այդ հայերեն թարգմանած երգերը դա ամենակարևորն է կրկնենք անպայման եւ կրկնենք ցուցադրենք մեր խոհանոցն էլ շատ հաճախ փորձում է որ ասում եմ մենք պետք է ամեն ինչը տնական անենք այլ ոչ տոնեք մեր տնական է ձեր մոտ տնական է ստացվել դրած թթուն ունեի դրած խավորման այսինքն մի քիչ այդ որտեղ բոլորս մենք է սենյակ որ նստած ենք տատիկի սենյակ իրանք են կոչել մեր հյուրերը ես որ բաներ սա տատիկի սենյակն է որտեղ ով գալիս է բայց ոնց որ տատիկի ստանը լինի թղթը այն հերախոսներն ընդհանրապես հետը չի սազում տատիկի թղթի է Հայկ ջան ես մի բան նու այդ պարզա որ դժգոհող մարդը նաև այդ անցյալից է դժգոհում, այսինքն ինքը այդ ապագան էլ է դժգոհելու ու ներկան էլ, բայց ով ունի նենց հիշողություններ ու նենց կարևորում է իր անցյալը որպես գեղեցիկ հուշ, հաճելի հուշ, լավ մանկություն, հրաշալի երիտասարդություն, ոչինչ որ պատերազմել տեսանք, բայց ինչ շնչեցինք մենք էլ, ինչքան լավ շնչեցինք մենք, իսկապես Սենց արտնացանք բան եւ այլն եւ այլն։ Շնչել որ ասի, կներես Հարություն ջան, բաներ, չէ՞։ Նույնիսկ այդ հաճախ հիմա այդ բանի այդ վառարանի ծուխը, որ հիշում եք մի քիչ այտենց փայտ չեր ելում չի, մեր կողքի շենքում մեկը մինչև հիմա այտենց ու մի անգամից քեզ տանում է այդ ժամանակաշրջան, իհարկե դժվար շատ ժամանակաշրջան էր, չկար ոչ մի բան, բայց գտնում էինք ինչ որ Выживали, բայց выживали ինչի համար, որովհետև միասին էինք։ Միասին էինք, մենակ չենք։ Լավ էր։ Ուզում ասեմ, նայ, դու Հայկ ջան, Հարութը, այդ հիշողությունները, որ բերում եք այսօր Երևան են, չի ասում են, բերեցինք Երևանը։ Դա այսինքն բերում եք առաջին Երևանի մասին չի, այսինքն բերում եք նորից որպես այս երիտասարդության համար, մեր երիտասարդության համար, ապագա սերունդերի համար, այս մարդիկ են երկու երեխաս էլ բերել եմ ստեղ 3 տարեկան տղես սենց հիացած էր, այսինքն մեր ամենամեծ հաջողությունն է, որ երեխան իրան կոմֆորտնի զոնայում է, որովհետև ինքը միշտ ինչ ուրիշ բաներ են տեսնում երեխեք, հեռախոս, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է, այսինքն իր մոտ էլ է ձևավորվում գեղագիտություն։ Ուրեմն մենք էլ նպատակ դնենք, որ մատուցենք այդ հին։ Այո,
որ ընտանիքներով գան այդ երաժշտությունը Լոտոն հիշում եմ։ Լոտո խաղա։ Ու մոմի լույսի տակ լամպերը վառենք, թափառող հոսանք գտնենք։ Մեր մոտ շատ մեկ լինում է որ անջատվում է հոսանքը, շատերը դա գիտեն հատուկ արված։ Ուրախանում են, ասում են ինչ լավ է հոսում, դե ուրիշ տեղներ դա կոնկրետ խնդիր է առաջացնում։ Բա մոմ ունեք, կարող են լավ բանից ունենաք։ Մի անգամ պատրույքով լամպից ջուր չունեինք, բան էի դրել։ Այդ Հատ լավ հիշում եմ հյուրերից մեկը, ասում եմ, ցավը տանեմ որ սաղ մտածել եք, բայց որ էտել եք մտածել, որ պիտի ընդ կրուշկով լսի, հատուկ մտածել եք, դա հենց այդ 90-ականների հիշողություններն են, որ մի ձեռով լողանալն էր, չգիտեմ։ Մյուս ձեռով լցնելը, մյուս ձեռով լողանալ, ջուր տաքացնել 2 ժամվա ընթացքում։ Դրա համար մենք շատ բան իմունիտետով սերունդ ենք։ Վերաբերյալ անեկդոտներ կային։ Հա, հələ պատմի եկը։ Ես չեմ հիշում, ես չեմ հիշում հիմա։ Ես չեմպիոն եմ անեկդոտների, բայց հիմա իմ հիշողությունը ինձ դավաճանում է։ Ամեն դեպքում մեր կյանքը անեկդոտ էր, որովհետև ոնց որ Մխիթարը ասաց, շատ բան տեսանք։ Մի շատ խտացված, շատ արագ փոփոխվող ու դա նաև լավ է հետաքրքիր, բայց նաև շատ դժվար է, որովհետև մենք ծնվել ենք մի ուրիշ իրականության մեջ, որտեղ կար ինչ-որ իր կանոնները գծված օրենքներով երկիր, հետո դա չկա, հետո դժվարություններ, հետո եկավ ուրիշը, բայց մենք էլի փորձում ենք գնալ իրեն մեկին գտնել, որտեղ այնտեղ լիքը հետաքրքիր բաներ կային, բայց մենք նաև ուզում ենք, որ այդ հետաքրքիր բաները նորում էլ լինեն, ու մենք ոնց որ փոխանցիկ դրոշի ինչ-որ բան լինենք, չէ՞, սովետական ժամանակ, որ գալիս է փոխանցումը, ինչքան փոխանցես, որտեղ ասում եմ, եթե երեխեքը երիտասարդները սա շատ սառը ընդունեն, մի քան շատ որ մենք ոչ մեկս հավես չենք, մի օր սա կվերջանա մեր հետ միասին, բայց երբ որ մենք միացնենք իրանց բերենք այս դաշտ, անցումային ժամանակաշրջանը մեր ուսերին էր։ Հա։ Նա պապաս միշտ ասում էր, ամա ինչ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում։ Հետաքրքիր ժամանակները արդեն 30-40 տարի չեն վերջանում, անցումային ժամանակաշրջան։ Դե պայմանավորվենք մյուս պայմանավորվենք մյուս հանդիպմանով։ Բոլորը իրանց մուլտիկները հավաքած գանա։ Բայց համելունարվենք հյուրեր չէ։ Հա։ Իհարկե, տարբեր սրաներ կնստենք, կզրուցենք։ Թող ժամանակաշրջանի մասին։ Թող մեր լսարանն էլ ծանոթանա այս տարածքին, նաև ոչ թե սենց հերա։ Մի բան եմ մտքովս հենց հիմա անցավ, եւ մեկ հին բան ունեմ, VHS-ով պատահաբար 93 թվականին նոր տարվին էր նկարված Համալիրում, այնտեղ լուսահոգի խորենն էր Աբրահամյան երգում, արձագանքի մեր արտորենք մի հատ ֆանտաստիկ երգ ունեն, ոնց էր դու նոր տարի գալը, չէ, բացեք ձեր դռները, բացեք ձեր թողեք որ դեռ զգա նոր տարի, ու լավ հիշում եմ բանից ծուխ էր դուրս, գոլորշի էր դուրս, այսինքն ցուրտ էր շատ։ Բայց այդ միջավայրը, որ շատ պրիմիտիվ, այսպեսի տենց տոնածառներով։ Բայց ոչ մեկ չէր մրսում, էլի պահում էին։ Շամպանսկիներ էր դրված սեղաններին, չգիտեմ, այդ մանդարինները, ճոխ ինչ-որ սենց սեղաններ գցված։ Այն ժամանակ այո, իսկապես այդ ամեն ինչը ինչ չտեղափոխես, օրինակ մեր տարածքում, որ մարդիկ հասկանան, որ խոսացեք ժողովուրդ, շփվեք, շփումից թանկ բան չկա, մի փակվեք, շփվեք, ուրախացեք, բարեք, նման բաներ դնենք, նայենք, հա, տենց։ Իհարկե, կալ մենք մեծ տենց բան ունենք, ֆիլմադարան, այսպես ասած։ Խուժանական ֆիլմեր էլ կան։ Դա հատուկ օրեր, ժամ 12-ից հետո։ Ամփոփենք սրանով, էլի, սրանով, այո։ Ամփոփենք։ Հա, Հայկ ջան, շնորհակալություն, իսկապես այս հյուրընկալության համար Սա գեղեցկություն չի, սա իմաստ է, սա պատմություն է, սա ժամանակաշրջան է, որ իսկապես ստեղծել ես ու շունչ ես տվել, այս ամիջն էլ մեզ է շունչ տալիս։ Ես կավելացնեի ստեղծել ենք, որովհետև նորից կրկնում եմ, իմ համար ինքը կլներ շատ սառը, եթե այդ լավ հյուրեր ընկերները մեր կողքին չլինեին, կինս իմ կողքին չլիներ, քանի որ ինքը այսօր կադրից դուրս է, բայց մեծ բեռատանում ալիսան իր ուսերին, քանի որ իմ նման մարդու հետ երբ մոտ 20 տարի, այդպես որ
Որտեղ դու մեկ ծանրաձող ես վերցնում, որը զգում ես շատ դժվար է։ Դու ուզում ես այդ բարձրացնել, հասկանում ես, պետք է կողքից իհարկե։ Արի բարձրացնենք, Արի բարձրացնենք։ դառնում է։ Հիմա փառքաստո երեխաներս են արդեն գալիս շատ հաճախ գործի մեջ մտնում ու ինքը այդ միջավայրը մենք փորձում ենք մեծացնել, որովհետև տարածությամբ ինքը, այսպես ասած, մեկ փոքրիկ հատված է, բայց ստեղից մարդիկ պիտի տանեն այդ երջանկության մեխանիկան, ինչպես այդ հայտնի ֆիլմը որ նկարվել էր, շատ է լավ երջանկության մեխանիկան, դա ուղղակի մարդ մնալն է կարծիքով եւ ամեն ինչ պետք չի նայել բանի աչքերով մատերիալիստական այդպիսի տես մողումները պետք է մի քիչ հասկանալ որ մենք բոլորս ով ենք վերևի արչեւ եւ բնության արչեւ Շնորհակալություն Հայկ ջան։ Ձեզ եմ շնորհակալ։ Антон բան ասում է, клянемся, բանը չէ, հիբրիդը, նիմուցը, ընտրիքից վայրմեջ, հիմա մենք էլ клянемся, что շուտով շատ ավելի հետաքրքիր հանդիպումներ կունենանք։ Անպայման։ Դե ինչ հանդիպում։ Ինչ հանդիպում։